Եթե այսօր ոռոգման ջրի գինը Արաքս Ախուրյանից ինքնահոսով հատկացում է ջոերին, ջոմերին, ջրառին, չգիտեմ այնտեղ ոնց է իրանք անվանումները, ընդամենը 71 լումայով, սակայն հատկացում է ջուր օգտագործողին 11 դրամով, չհաշված պետության կողմից նախապատրաստական աշխատանքների ժամանակ հատկացված գումարները։ Իսկ ուր են այդ գումարները։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, Ռոժավախեր ջմատամե ասկրի։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես բոլորդ շատ լավ տեղյակ եք, այսօր Իսանի կողմից բերված ծրագրի կետերից մեկն էլ վերաբերվում էր ոռոգման ջրի սակագնի իջեցմանը։ Եվ եթե ես ինչ-որ մի բան այս հայտարարության մեջ ճիշտ չեմ ասի, ես կխնդրեմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ջրային կոմիտեն, ջրառը, չգիտեմ ով, ամեն դեպքում համապատասխան մարմինները ինձ դատի տան եւ ասեն, որ այսօր Իսանը հայտարարություն է կատարված իր կողմից, ուռճեցնում է, ճոխացնում է եւ դա չի համապատասխանում իրականությանը։ Իսկ ես կապացուցեմ, որ իմ ասած յուրաքանչյուր տառտող դա իրականություն է։ Սիրելի հայրենակիցներ, իմ կողմից արված հարցման շրջանակներում Հայաստանի Հանրապետության ոռոգման սեզոնի ընթացքում ջրային կոմիտեի կողմից ջրառի միջոցով հատկացվում է ջուր օգտագործողներին մոտավորապես տարեկան 1 միլիարդ խորանարդ մետրից ավել ջուր։ Սակայն արի ուտես, որ այդ ջրի գրեթե 50%-ը որոշ տարիներ ավել, որոշ տարիներ պակաս ուղղակի անհետանում է, կորուստ է ձևակերպվում։ Դա նշանակում է Արարատյան դաշտավայրը գրեթե ամբողջությամբ, գուցե ես շատ լավ հաշվարկներ չանեմ, բայց հարթավայրային տարածաշրջանում ոչ բարձրավանդակներում ամբողջությամբ պետք է ծածկված լիներ նվազագույնը 25-ից 30 մետրանոց ջրի շերտով, այսինքն ստացվում է, որ մենք այս պահի դրությամբ չպետք է ունենայինք Արարատյան դաշտավայր, այլ ջրի կորստի արդյունքում վերջին 5 տարիների ընթացքում մենք գրեթե ունենք 2.5 միլիարդ խորանարդ մետր ջրի կորուստ Հայաստանի Հանրապետությունում, որ իրականությանը չի համապատասխանում։ Բացի դրանից, ըստ իմ կողմից կատարած ճշտումների Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեին տարեկան հատկացում է միայն որպես դոտացիա ավելի քան 5 միլիարդ դրամ։ Սա որպես գարնանային նախապատրաստական աշխատանքներ։ Բացի դրանից իրականացում են բազմաթիվ ծրագրեր, տարբեր բանկերի եւ միջազգային ծրագրերի կողմից։ Սա նույնպես ավելացնում են եւ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում տարեկան նվազագույնը, գուցե մի քիչ թիվը մեծ լինի, բայց 7-ից 8 միլիարդ դրամ ուղղակի իրականացում են ծրագրեր կամ հատկացվում է ջրային կոմիտեին։ Իսկ ուր են այդ փողերը։ Եթե մենք սեզոնին չենք ունենում ջուր, ուր են այդ փողերը։ Եթե մեր ջուր օգտագործողները գիշերները քնում են ջրատարների կողքին, որպեսզի ուղղակի կարողանան լիտրով ջուր հասցնել, այդ խղճուկ վիճակի մեջ հայտնվելով, բերքին կորուստը ահռելի թվերի հասցնելով, իսկ ուր են այդ փողերը։ Եթե այսօր ոռոգման ջրի գինը Արաքս Ախուրյանից ինքնահոսով հատկացում է ջոերին, ջոմերին, ջրառին, չգիտեմ այնտեղ ոնց է իրանք անվանումները, ընդամենը 71 լումայով, սակայն հատկացում է ջուր օգտագործողին 11 դրամով, չհաշված պետության կողմից նախապատրաստական աշխատանքների ժամանակ հատկացված գումարները։ Իսկ ուր են այդ գումարները։ Ուր են այդքան գումարները։ Սիրելի հայրենակիցներ, հայտարարում եւ պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք եւ ոչ մի սեզոնի չի կարող ունենալ այսչափ ջրային կորուստ, չի կարող ունենալ այսքան բարձր ոռոգման ջրի գին եւ չի կարող ժողովուրդը մնալ առանց ջրի ոռոգման սեզոնի ընթացքում։ Իսկ ո՞րն է դիտավորությունը։ Նմանատիպ ժամանակներում ավելի շատ հեշտ է իրականացնել գումարների ատկատը։ Իսկ ուր է գնում այդ ատկատը։ Սիրելի հայրենակիցներ, իսկ ոռոգման հարցի լուծման տարբերակներից մեկն էլ դա նոյեմբերի 15-ից մինչև ապրիլի 15-ը ողջ ջրային ռեսուրսը գործող ավազանքերը ուղղելն է։ Եվ դուք պատկերացրեք, որ Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտավայրում գտնվող այսքան ահռելի քանակությամբ ջրամբարները, այո,
Նախկին հավասանքերը, որոնք կարող են օգտագործվել որպես գործով գոյություն ունեցող ջրամբարներ, կարող են ամբարել, պաշարել ահռելի թվակ միլիարդավոր խորանարդ մետրերով ջրեր։ Բայց բացի դրանից, ջրամբարներում ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարող են 50-ից ավել տնտեսություններ զարգացնել ձկնաբուծությունը։ Սրանով եւս մեկ խթան գյուղատնտեսության կոնկրետ ձկնաբուծության ոլորտի զարգացմանը, որ գրունտային ջրերի բավականաչափ բարձրացում, որը շատ համայնքներում առանց հոսանքի օգտագործման արտիզան հորերի օգտագործում եւ ամբողջ տարածաշրջանի ոռոգման ջրի ապահովում։ Սիրելի հայրենակիցներ, ոռոգման ջրի հետ կապված հարցերը շատ են, ահռելի շատ, բայց այդ շատ հարցերին կան բոլոր պատասխանները։ Իսկ այդ պատասխանները ունենալու համար եւ այդ հարցերը լուծելու համար գոյություն ունի ընդամենը հունիսի 7-ին համար 14-ին միասին գնում ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները ժողովրդավարական համախմբում Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ։